Բարև ձեզ, հարգելի Facebook-յան ընկերներ, Պողոս Առաքելյանն եմ, վերնագիրը տեսակ մամուլ հասկացողություն, եւ կցանկանայի, որ երբ որ դուք այս եթերին միանաք, ամիջապես տարածեք, որովհետեւ իմ կարծիքով այդ մամուլ հասկացողության ունեցած վտանգները եւ նրա պատճառած վնասները տարբեր ազգերի, տարբեր աշխարհամասերում, տարբեր երկրների, տարբեր պետությունների, իսկ առհասարակ մեզ համար որպես հայեր, դա բոլորի համար, նույնիսկ այն ամենակույր մարդկանց համար կարծում եմ, որ շատ պարզ տեսանելի է, նույնիսկ կույրերի համար, թե մամուլի կեղծիքները, մամուլի սուտը եւ այլն, եւ իր անիմաստությունը, թե ինչ ձև է ինքը ընդհանրապես ծառայում, ինչ է իր գործունեությունը եւ այլն, դա ակնհայտ է բոլորի համար, անգամ նորից եմ կրկնում կույրերի համար։ Եվ գիտեք, այստեղ ապրելով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրելով, անընդհատ ականատես ենք լինում այդ մամուլ կոչվածի մեդիա, կոչվածի ստերին եւ այլն, գիտեք, կարծես մի ուրիշ երկրում ես ապրում, եթե լսում ես մի նյուզի outlet, այսինքն եթե լսում ես օրինակ համար ասենք MSN, CNBC, CNN եւ այլն, լրիվ ուրիշ երկրի մասին է խոսքը, լրիվ ուրիշ տեղ ես դու ապրում, լրիվ ուրիշ մարդ ես, ամեն ինչը տարբեր է, եթե լսում ես Fox-ը լրիվ տարբեր է, եւ վստահ եմ, որ այս նույն ձևով նաեւ մեր հայկական մամուլն է աշխատում, որովհետեւ անընդհատ մենք նկատում ենք ուրեմն դեպքեր, որտեղ որ մեր ազգային շահ կամ իրական ինչ-որ մի բան չի պահպանվում, ձևականության հետևից ընկած մենք մեր օտարամոլությունը մեզ կուլ տված, անընդհատ փորձում ենք սեփականացնել, յուրացնել ինչ-որ բաներ, որ դե տեսեք նրա հայկական, չգիտեմ, Մայր Թերեզային հայացրեցին, Ագնեսա չգիտեմ ինչ եւ այլն, Մայր Թերեզան իրականության մեջ, ասենք, փաստացի եւ այլն աշխարհի տվյալներով եւ այլն, այդքան էլ լավ անձնավորություն չի եղել, որովհետեւ կան տեղեկություններ, կան տվյալներ, ես իրա ձեռքը չեմ բռնացրել, բայց ամեն դեպքում կան տեղեկություններ, տվյալներ, որ շոշափվում են, շրջանառվում են, որ նույնիսկ երեխաների թրաֆիքինգով է զբաղվել եւ այլն։ Հետո իրան կապում են ուրիշ մարդ, բայց մենք վերցե, վայ, Մայր Թերեզան հայ է։ Անուն ազգանուն էլ արդեն գտանք, կեսարի կենարի։ Ինչ են անում դրանք մեր համար ընդհանրապես։ Երբ որ մենք այսքան օտարամոլ ենք լինում, գնում ենք, ուզում ենք իրանց ներկայացնենք, հայացնենք, սրբացնենք եւ այլն, իրանց ուզում ենք նմանվենք։ Ինչ են անում սրանք, ով են ընդհանրապես մեր ինքնության համար կամ ճշմարտության համար։ Որքան չափն են ճշմարտության մեր իրանք ներկայացնում կամ ճշմարտության ջաթագովը ինչքան են մեր լինում իրանք առհասարակ։ Ես կասեի ոչ մի ձեւով չեն լինում։ Օրինակ, հիմա այսօր Ադրբեջանի բանտում այդ կեղծ դատավարության եւ այլնի զոհեր դարձած մեր հայրենակիցները, որոնց գտնում են անկախ դրանից թե քաղաքական տեսանկյուններ, տեսակետներ եւ այլն, բայց իրանք հայ են, իրանք գտնում են ադրբեջանցու կեղծ դատավարության մեջ, մենք գիտենք դրանց սրիկա լինելու մասին որևէ մեկը գաղտնիք չունի, պահած ակնհայտ երևում է դրանց լպրծունությունը մեդուզայի մարմնից կառուցված մի տեսակ այլանդակ մի հատ սողունի պես ազգ, որը որ չունի ազգային արմատներ, չունի էթնիկական որևէ կապ իրան բնության հետ, որտեղ ինքը առաջացել է ինչ-որ մի բաներից տարբեր խառնուրդներից եւ այլն, եւ իրանք խոսում են պատմական տվյալների, պատմական իրանց էսի ինչի մասին, ինչևից է։ Մինչև այդտեղ հայտնվելը մի քանի տարի առաջ, այնտեղ հիմա այսօր գտնվող Ռուբեն Վարդանյանը, ուրեմն Aurora Prize տեսա իր կազմակերպած մարդասիրական շատ աշխարհիկ, շատ ճիշտ եւ այլն ինչ-որ մի հատ բան հավաքեց, աշխարհից բերեց տարբեր դեմքերի, Ջորջ Քլունիի պես հայտնի մարդուն տարավ եւ մեր մամուլը, որ ներկայացում էր, նկարում էր, բաներ անում, կարծեք կնենց են հայկական իրա, որտեվ լիբանանյան արմատներ կա եւ այլն, այդպես հայկական տպավորություն տիպը եւ այլն նկարած, ցույց տված հերոսացնելով այս մարդկանց եւ այլն։ Մեկը մի հատ հարց տասի, օրինակ ասենք այսօր այդ մարդը, որ այդքան գումար է ստացել, ենթադրենք, սույն մեր հայրենակցից, որը գտնվում է ադրբեջանական բանտում այսօր, ինչ անում իր այդ անձը, իր այդ փայլքը օգտագործելով, իր հանրահայտ լինելը օգտագործելով, որ ներկայացնի, ասենք թե ինչ է կատարվում այսօր Ռուբեն Վարդանյանի հետ։ Բնականաբար ոչ մի բան, տեսել եք միտեղ որևէ բան անի։ Այսինքն նորից հայ ազգի համար հույսը հայի, պետք է լինի մյուս հայը, բայց այն հայերը, ովքեր որ այսօր մամուլ ասածն են ներկայացնում, չեն կարող իրանք անաչառ եւ բաներ, որտեղ միշտ բոլորը կախված են ինչ-որ փողով մի բանից, չէ՞, հովանավորներ կան, չեն կարող իրանք խոսան, չեն կարող իրանք ազնիվ լինեն։ Դե հետո դա չի կարող լինի, ինչ է նշանակում դրանց ներկայացրած որևէ մի բանի ճշմարտությունը կամ իրականությունը։ Որպես ինչ, այսինքն հովանավոր է կանգնել, ես ինչ կառույց է, ինչ կառույցը խոսքի օրինակ հազարավոր կարող ընտանիքների է քանդում, քայքայում, հազարավոր մարդիկ կորցնում են իրանց եղած չեղած տուն տեղ ամեն ինչ, բայց ինքը հովանավորը ներկայացնում են, ասում են լավն է։ Մեր բարեգործական կառույցի մեջ իրանք էս են անում, են անում եւ այլն, կապ չունի քանի հազարատ ուրիշ ընտանիքի են քանդում։ Եվ
Այս գաղափարը ընդհանրապես, քանի որ ինքը կեղծիք է ընդհանրապես կեղծիք է իրանից ներկայացնում, չենք կարող մենք ասենք, որ գիտեք, հետևում ենք մենք նրանց եւ այլն, որտեվ սա սուտ է, ինչն եք հետևելու, իրականում ինչն եք հետևելու։ Դա միակ դեպքը չէ, ասենք օրինակի համար ցույց են տալի այն հայտնի հայուհին, չէ՞, պատվավոր, էլի, ոնց է ինքը խոսքի օրինակ, ասենք, դարել աշխարհահռչակ բան, էլի, տենց իրանց ընտանիքը ընդհանրապես եւ այլն։ Հայրենասիրությունը վրայից ծորում է, գնացել է հայրենիք երեխա կնքելու էսան։ Նենց են ներկայացնում կարծես թե աշխարհի փրկիչն եւ փրկարարը։ Ուր են այսօր ասենք այդ մարդիկ խոսքի օրինակ ասենք գիտեք ինչ կարող է 1000-ից մեկ միացածից մեկը ասում է օ իրա Twitter-ի վրա հիմա X-ա կոչում դրա վրա ինչ որ բան են գրել բան են արել դատապարտում են այտենց չեն ներկայացնում այտենց չեն անում այսինքն ես արդեն գիտեք ինչ ես մամուլից լսած այս բառերից են որ դատապարտում են իրանք խստորեն դատապարտեցին եւ ինչ փոխվեց դրանով այսինքն մամուլը ներկայացնում է որ օրինակի համար ասենք նախկին Ամերիկայի նախագահն էս վերջի որ գնացել է խեղճուկրակ մարդը որ ոչ հիշում ոչ ճանաչում է ցեղասպանություն բառը ասեց մամուլը ասած հետո չի գալիս բայց դրանով ինչ փոխվավ ժողովուրդ ոնց է սիրեցիք ասենք բնությունը ոնց է վրեկները գալի եղանակը ձեր հին հայկական պատմական հողերն են որ այդ ասին ուրեմն տվել են չէ սա հիմա գնացել են կդե արդեն մերնա ինչ են գիտեք ինչքան կարելի է էլի ժողովրդին բանի տեղ դնել տենց ու անընդհատ ինչ որ մի բաներ ասեն ներկայացեն եւ այլն մարդկանց են տվա որ ինչ որ դրա մեջ ճշմարտություն կա կամ իրականություն այնինչ ամեն ինչի ինչ որ մեկը շահեր կան այնտեղ տարբեր մարդիկ իրանք այդ դրանց շահերը պաշտպանելու համար սենց են խոսում կամ այնց են խոսում հիմա օրինակի համար բանը այդ պատվավոր աղջկա նախքին ամուսինը այն որ հիմա մեկ մարդկանց թվում է ցնդած մնդած տարբեր աղջկեր կետա գնում մրցանակաբաշխությունների ես մի կանիեն մի լավ ընկեր ունեմ ասում է անունը քանի է այսինքն մեր հարազատները որոնք եկել են Լիբանանից բերութահայերը ասում են քանի է այսինքն ի՞նչ է գինը էլի այդ անձնավորությունը օրինակ ասենք գրում է բանի մեջ մեր հայկական մամուլը տարածում է վայ գրել է ասել է ինքը բան է էլի քննադատում է եւ դատապարտում է էլի ցեղասպանության լավ այսքան դատապարտեցիք այսինքն մենք երբ պետք է իրական բաներ սկսենք կյանքից պահանջել երբ պետք է իրականում սկսենք հասկանալ որ այսօր էլի այդ մարդը միլիոններ ծախսել է բերել է օրինակ քլունիի պես բանի պես մարդկանց ես ինչեր է կազմակերպել եկա այսօր էլի հասարակ իմ նման ձեր նման մյուսի նման հայնա տարածում ինֆորմացիա էսկոմ ենկոմ այսօր էլի գնում են հետևից ասենք խոսքի օրինակ ուզում են էլի ձայն բարձրացնեն աղմուկ բարձրացնեն Ադրբեջան կոչեցյալ ինչ իրավունք ունես դու ով ես այս մարդկանց դատելու հիմար քեզանից ինչ ես ներկայացնում կամ ինչ դատավարություն այդ ինչ կեղծ դատավարության մասին է խոսքը ոտից գլուխ կեղծիք եք վարկյանի տակ փակեցիք Լաչինի միջանցք այդ վարկյանի տակ հելակ տարածիք որ ձեր բանի ինչ որ ասենք բնապահպաններն են ես սա սուտ է եղել ոտից գլուխ եւ լիքը բաներ տարածողներ սուտ են եղել կլինի այդ մեր հայրենիքի վերաբերյալ այնտեղ ասենք թե ինչեր է կառուցվել այսքան տարիներ ճանապարհաշինություն սրաշինություն մի հատ բռնին փակեցին մի հատ Լաչինի միջանցք պարալիզացվեց կտրվեց երկու հայրենի հողերը իրարից չկարողացան որևէ ձեով իրար հետ կապը բա ուր էր այդ ինչքան ճանապարհներ կարելի էր սարքացնել այդքան տարի ազգովի միանալով ազգովի միանալու բան չկա հետո դուրս են գալի մի հատ ինչ որ բարեգործական բան է ստեղծվել ասենք իրանք կազմակերպել են հայի միասնականության եւ այն որով որ նախորոք ունեցել է արդեն հայի միասնականության մի բան կոչվածը եկեք լրիվով դրան միացեք ինչի՞ եք դուք էլ մի հատ թազ են սկսում այսինքն անձնական շահ կա այդ ամեն ինչի մեջ Ես օրինակ միշտ դրա կողմնակիցն եմ, որ եթե մի բանը կա, եկեք գնանք դրան միանանք։ Եթե ծառեր տնկելու արդեն կազմակերպություն կա, որ հայրենիքում ծառ, ես չեմ ասել, բնակս կարամ լիքը մարդու փող ուղարկեմ, այդ փողերը որ տվել եմ իրաց, կարա ուղարկել լիքը ծառ տնկող կա, բայց եղբայր, հողամե մեկս թազա բան չենք ստեղծելու։ Էսի կա հայկական մի հատ ինչ-որ մի բանա կառույց, հա, տնկել է այսքան ծառ, անում են այդ գործողությունները։ Ախպեր ես կգնամ իրաց կտամ փողը, եթե ուզում եմ մի բան անեմ, լավ մի բան եմ, իմ երկրում թող իրանք անեն։ Իրանք գիտեն դա։ Ես ինչ նորից նորելի սկսեմ։ Դրա համար ասենք 600 հատ կուսակցություն է ստեղծում, սա հայրենասիրական են։ Հələ մեջը մի հատը չկա, որ ասի, գիտեք ինչ, մենք հայրենասիրական չենք, մենք ուրիշ ծրագիր ունենք։ Ունենք անձնական շահերի հատուկ ծրագիր, եւ մենք դրանով ենք ուղղորդվում։ Եվ եթե դուք այս կառույցի մեջից չեք, ուրեմն դուք մեր հակառակորդն եք։ Ո՞վ է հելնում տենց բան ասում։ Ոչ մեկ, սաղը ծերից ծեր մի մարդու պես լրիվ ազգասիրական, հայրենաշինություն եւ այլնի ջաթագովներ, ծրագրեր, նպատակներ։ Արա այդքան որ կա։ Մեր վիճակը բա ո՞նց է այս վիճակն ենք։ Եվ այտենց շարունակաբար անընդհատ։ Անկամ հավատքը երկու մասից բաղկացած։ Հասկանում եք։ Կա հավատում ես միացի այս մարդկանց եղբայր։ Ինչի՞ պիտի առանձին դու էլ մի հատ քու եկեղեցին սարքես քու ձևով բան, մեր էս էլ մեր ձևն է հավատալու կամ ես միջ։ Հասկանում եք մենք երբ պետք է գանք էլի այդտեղ հասնենք որ հասկանանք այս որ տարածում են ուղեղի վրա ուզում են ազդեցություն մի հատ, մի տեսակ, մի բան, մի լավ բան եւ մենք դրան պետք է բոլորը պետք է դրա ուղղությունով գնան, ոչ թե 1000 հոգի 1000 տեղից 1000 ձևի բաներ հանի։
Եվ հետո վերջում վնասեն ամբողջ մի ազգի։ Որտեղ բոլորն էլ լավ բան էին ուզում, բայց ամեն մեկը իր շահի համար եւ բոլորի ասածներն են ինչ որտեղ սուտ էր, որ երբ որ իրանք խոսում էին ընդհանուր հեսա տեսեք ինչ են կանում, ոնց են կանում։ Բայց հետո բոլորն էլ այդ նույն բանաստեղծների միասնականության վերաբերյալ գրված երգերն են երգում, բոլորն էլ այդ նույն բանաստեղծների գրած միասնության վերաբերյալ բանաստեղծություններն են արտասանում երրորդ բաժակից հետո եւ այլն եւ այլն։ Հավաքվում են 6 հոգով սկսում են խոսալ, բա մենք պետք է սենց։ Եթե մեկը լավ մի բանի է հասել 6 հոգի էսկոմի վրա հավաքված կան, արա բայց կականից հավատում ես, որ այդ երեխեն տենց ընդունվել է, ասենք Օքսֆորդի համալսարանում լրիվ scholarship-ով բանով, ես իմ Լոմոնոսովա։ Եթե մեկը մեռել է, հավաքվում են տնաս ով կարա մի հատ մի բան ասի, յանի լեգենդար մի բան այդ մեռածի մասին։ Անկախ դրանից իրանք իրականում այդ մեռածը լավ մարդ էր, վատ մարդ էր։ Այսինքն, այս ինչի եմ ասում, որովհետև հենց մամուլից բռնած մինչև այն գալիս ենք ամենահասարակ ընտանեկան միջավայրում արարողություններ եւ այլն, մենք մեր մեջից պետք է դա հանենք այդ կուշկա լինելու անձնապաշտության։ Մի հոգու հետևից ենք ընկերական 6 հոգու հետևից մարդը թազա մարդա, եկեք սրա։ Չէ, պետք է ունենանք ազգային մի հատ մտածելակերպ։ Մամուլ ես թե ինչ ես, ինչ չես, կապ չունի։ Ճշմարտության մասին խոսա։ Այսօր ինչի չեն պարտադրում այդ մամուլը, ինչի չի կարողանում պարտադրի, օրինակի համար ասենք այս այն հայտնիներ կոչվածներին, ովքեր որ օգտվել են մեր մեծահարուստներից, ասի գիտեք ինչ, գնացեք մի հատ հələ մի հատ սրա վերաբերյալ ձայն բարձրացրեք, մի հատ շուխուր արեք, մի հատ այս արեք, այն արեք, ինչի չեն կարողանում անել։ Միտեղից ինչ որ մեկը մի շահի հարց կա, այս կային կա եւ այլն։ Մեղք ենք մենք, իսկապես մեղք ենք։ Իսկապես մեղք ենք ազգովի, որ այս տեսակ եւ ինչ որ գրուպներ կան, դրանք ասենք այս ինչի կողմից է, նրանք այն ինչի ժողովուրդ, ինչի մասին է խոսքը։ Մենք անծայրացիր հայրենիք չունենք։ Այն վաղ եթե եղել է 1000-ամյակներ առաջ, այն վաղ չեն մտածել, որ կարող է անծայրացիր հայրենիքը ծովիցով Հայաստանը մի օր դառնա այսքան մի հատ մի բան, այտենց իրանց թույլ են տվել, իրանք տկար մտածելակերպով օտարամոլության, խառնածինությունը մեջտեղ բերելու եւ այլն գաղափարային տարբերության քո աստվածներին ու գաղափարներին դավաճանելու ընդունելու ուրիշ աստվածների եւ այլն որպես քոնը, չգիտեմ, հեշտությամբ թե սպանելով քեզ, մասնակցելով, օգնելով որ սպանեն քեզ, որ այդ քու մարդիկ համաձայնվեն ընդունեն եւ ստրկանան ուրիշ գաղափարախոսությունների, տկարանան, ու հետո հիմա հայրենիքը sense մաս գնա, եկե հասել ենք հիմա ստեղ, օրինակի համար։ Ուստեղ էլ նորից այսքան տարաձայնություն, այսքան բան, այսքան մտածելակերպի բան իրար մեջ անհավատալի բան է, անհավատալի բան է։ Ես ուղղակի ցանկանայի, որ ամեն մարդ այսօր որտեվ հարթակներ է ստեղծված, չէ, հարթակներ է ստեղծված։ Ամեն մարդ այդ որ եթե կոչ են անում մի բան միասնականության եւ այլն, կամ ընդհանրապես մեր ազգին որտեղ մեկ ձեռն առնում, մի հատ էլ արտնացեք, մի հատ այդ ով է դրանց ջրաղացին ջուր լցնում։ Գիտեք, ասենք խոսքի օրինակ գովում են, մարդիկ ասում են, գիտես, մեր մասին sense բան, բայց մեզ երբ են օրինակ ներկայացնում։ Մեզ երբ են ներկայացնում տեղ տալիս, որտեղ մենք ենք խեղկատակություն անում մեր հանդեպ, չէ՞։ Մեզ երբ են ներկայացնում։ Օրինակ այդ բորատի կինոն հիշում եք։ Հայ դերասանի մեջ նկարեցին բան են, թմբլիկ բան մարդ են, թրաշով, հումորով բան դեմքա, չէ՞։ Բայց ինչ էր այդ մարդու կերպարը, որպես ինչ էին դրան ներկայացրել։ Այդ մարդուն մեջ ներկայացրել, որ ոնց որ միասեռական կերպարը հայ, ու հայերեն է խոսում այդ կինոյի մեջ, ունդը են բորատը են անհաջող կերպարը։ Դրա հետ անկողնի մեջ բան, yani հասկանում եք կերպարը փչացրել էին հայի։ Հայը այդ տեսակը չի։ Դուք հասկանում եք։ Քրկ Գրիգորյանը այդքան փող էր ծախսել կինո էր հանել բան, որ մեր ասենք ցեղասպանության վերաբերյալ ինչ էին արել։ Սարքել էին, որ հայ տղամարդ է այդ կինոյի մեջի։ Այն բանի ամերիկացի մարդու օտար մարդու, որի կինը հայ էր ընդհանրենք եւ այդ մարդը եկել էր օգնելու այդ ցեղասպանվող ազգին եւ այլն, այս աննամուս հայ տղամարդը դրա կնգան իր անկողնից գողացավ, իր վրայից գողացավ։ Հայ կնոջ կերպարն էր, որտեղ հայ կիներ, ամուսին էր, դրա կերպարն էր փչացրին։ Ինչ էր որպես ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ։ Եվ այտենց անընդհատ, այսինքն երբ որ այն հանճարեղ բաներ կան, որ պետք է ներկայանան, դրանց մեջ ասենք այդ Յան Ազգանով ներկայացնելը դժվար է, չեն բանում, ասի մարդիկ ասում են, հիմա հին դերասաններ կան, ասենք 50-ականներից, 40-ականներից Ամերիկայի մեջ, որոնց ուզել են, որ դրանք անուն ազգանով փոխեն, որ իրանք կարողանան ներկայանալ որպես դերասան, ու եղել են փայլուն դերասաններ։ Իրանց, բայց այն դեպքերում, երբ որ խոսքի օրինակ պետք է օգտագործի այդ Յան Ազգանովը դրանց ավելի նվաստացնելու, տեսակ ազգի եւ այլն ոտնայելու, այդ դեպքում ընդունվում է։ Անթուպ այդ հայ ընտանիքը ձեզի վառ օրինակ, չէ, հայ որն է, ասենք կիսատ բռատ հայ, բայց այն որ գնացին Հայաստան երեխա կնքելով, չեմ սիրում էլի անուններ տալով խոսալը։ Բայց պարզա բոլորիդ համարին ինչի մասին է խոսքը։ Ու մենք էլ ունենք մամուլ, որ սենց թեմայա, բա ոնց, թեմայա բացեք, գիտեք ինչքան լայք կհավաքեք, ինչքան ձեզ կտենան։ Այսինքն էլի գալի օրվա վերջում դառնում է շահը։ Օրվա վերջում գալի դառնում է շահը։ Մարդիկ բարեգործական միություն են բացել, ուզում են եսին բարեգործական լավ բան անեն եւ այլն, գնում ես մասնակցում ես, տեսնում ես այդ բարեգործական գործարքի ժամանակ գոյություն ունի մի ահավոր սարսափելի մի կերպար, որ գիտես, մասնագիտորեն գիտես,
որ ինչա անում, ինչ տեսակ վնասներ է այդ կառույցը հասցնում հայ ընտանիքներին, քանդում եւ քայքայում նրանց ամբողջ ապագան, այդտեղ գնացած է այդի նվիրատվություն անունը տալիս են, հայտնում են, չեն ասում։ Այդ որ ինչքան հարյուրավոր ընտանիքներ վաղը այսօր կկորցնեն հարյուրավոր հազարավոր դոլարներ, այս մարդը ձեզ 2 կոպեկ տալով, դուք հիմա նստել եք ստեղ բան եք անում ներկայացնեք, չեք էլ ամաչում դրա հետ նույն սեղանին հաց եք ուտում, չեք ամաչում, այդքան թասիբ չունեք հաց եք, որտեվ նվիրատվություն են անում այդ մարդիկ։ Հասկանում եք, խայտարակության աստիճանը։ Այսինքն օրվա վերջում գալիս է փողի տես մեր մեծերը որ ասում են փողը ձեռի կեղտ է, դե հիմա մարդիկ որ բիլետ դիփակեն, ասում են բիլետ դիփակենք, ախպեր, պապս ասում են փողը ձեռի կեղտ է, որտեղ պապս տանի վրա ոչ payment ուներ, ոչ mortgage ուներ, ոչ ավտոյլիս ուներ, ոչ credit card-ի բիլ ուներ, ոչ իր health insurance-ի deductible-ը պետք է փակեր, դրա համար ասում են պապս արա դուք փողի համար բան չեք։ Բայց այնինչ արի ու տես որ տո պապու ժամանակ էլ էլի տենց եղել, հիմա էլ է տենց, հիմա եւ տենց է միշտ լինում, շատ քչերն են, շատ քիչ դեպքերում ալինում, որ մարդիկ գերադասող արժեքներ կան, որ կարողանում են իրաց արժի համակարգը մաքուր պահեն ու ուր չգնան ու չծախվեն ինչ որ մի բանի, այնքան որ մեկը փող է տվել, այնքան որ մեկը փող է դրել ինչ որ մի բանի մեջ։ Այսինքն այդ մարմնավաճառի, հոգեվաճառի, չգիտեմ, ազգավաճառի, բարոյավաճառի եւ այլն կերպարի մեջ չհայտնվեն։ Զուտ ուղակի դրամական բաների պատճառներով։ Շնորհակալ եմ բոլորիցդ, հույսով եմ, որ մենք երբ որ լսում ենք մեկ-մեկ ինչ-որ լուրեր գալիս են բանում, մի հատ կդատենք էլի ինտերես մեզ ու կմտածենք արժի է դի տարածել, արժի է դրա մասին կամ չբարձրաձայնել կամ ես իմացան կամ ինչ-որ մի հատ միտեղ հասցնել մի բառ մի նախադասությունով ասել, որ գիտեք մի քիչ հրաժարվեք, հայ ձեր գաղափարից դուք սխալ ճանապարհի վրա եք դուք կանգնած։ Սխալ բաներ եք բարձրաձայնում, սխալ բաներ եք ներկայացնում, մեր ազգայինի հետ կապ չունի կամ եւ այլն կամ գաղափարապես ինքը ծուռ մի բան է եւ վտանգավոր։ Ես ուսամ մենք այդ կամքը կունենանք մեր մեջ, կծնվի այդ կամքը եւ կկարողանանք դա զարգացնել եւ դրան տիրություն անել։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպում, ստեսին ձեզ։